Երբևէ զգացել եք, որ ձեր թոքերը կարծես լցվել են ծանր կպչուն սոսինձով։ Յուրաքանչյուր շարժում կրծքավանդակում դժվարությամբ է տրվում, իսկ հազը դառնում է ձեր մշտական, հյուծիչ ուղեկիցը, որը չի թողնում ոչ ձեզ, ոչ ձեր մերձավորներին քնել։ Դուք փորձում եք հազալ, բայց խորխը այնքան խորն է նստած, որ թվում է այն դարձել է ձեր օրգանիզմի մասը։ Նման պահերին մենք սովորաբար վազում ենք դեղատուն ու գնում թանկարժեք սիրոպներ վարփաթեթավորումներով, հույս ունենալով հրաշքի, բայց հաճախ են այդ միջոցները բերում ակնթարթային թեթևացում, հավանաբար ոչ։ Իսկ հիմա հիշեք բժշկությունը 40 կամ 50 տարի առաջ։ Խորհրդային սանատորիումներում ու պրոֆիլակտորիումներում հին դպրոցի բժիշկները կարողանում էին մարդկանց ոտքի կանգնեցնել օրերի ընթացքում, օգտագործելով մեթոդներ, որոնք այսօր անարդարացիորեն մոռացվել են։ Եվ մաքուր շնչառության ամենահզոր գաղտնիքներից մեկը թաքնված է սովորական խոհանոցային պահարանում։ Սա սովորական սննդային սոդան է։ Թվում է, ինչպես կարող է կոպեկ արժող փոշին մրցակցել ժամանակակից մշակումների հետ։ Պատասխանը թաքնված է ֆիզիոլոգիայի հիմնարար սկզբունքներում, որոնք նկարագրված են դեռևս այդ ժամանակների դասական բժշկական տեղեկատուներում։ Բարձր կարգի բժիշկները գիտեին, որպեսզի հեռացնեն կուտակված լորձը, պետք է փոխել քիմիական միջավայրը ձեր բրոնխներում։ Սոդան ստեղծում է մեղմ ալկալային մթնոլորտ, որը բառացիորեն կտրում է կպչուն խորքի մոլեկուլային կապերը, վերածելով այն խիտ սոսինձից թեթև հեղուկի։ Սա ոչ թե ժողովրդական իմաստություն է, այլ ճշգրիտ հաշվարկ, որը թույլ էր տալիս մարդկանց ազատվել ամենահին հազից ընդամենը մեկ երեկոյի ընթացքում։ Այսօր ես ձեզ կբացահայտեմ անցյալ դարի լավագույն բուժարաններում կիրառված իսկական ինհալացիայի ալգորիթմը։ Մենք պարզապես շոկի վրա չենք շնչելու, մենք կսովորենք դա անել ճիշտ, որպեսզի յուրաքանչյուր ալկալային լուծույթի մոլեկուլ հասնի ձեր թոքերի ամենահեռավոր հատվածներին։ Պատրաստվեք, որովհետև արդեն վաղը առավոտյան դուք կկարողանաք անել ձեր առաջին իսկապես խոր ու ազատ շունչը երկար ժամանակվա ընթացքում, զգալով անհավանական թեթևություն կրծքում և կյանքի ուժերի հոսք։ Մինչև անցնեք հենց բաղադրատոմսին, ինձ շատ կարևոր է իմանալ ձեր փորձը։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ եք ավելի հաճախ ընտրում՝ ժամանակի փորձարկված ժողովրդական մեթոդներ, թե ժամանակակից դեղատնային միջոցներ։ Եվ մի մոռացեք դնել լայք այս տեսանյութին, եթե գնահատում եք ազնիվ խորհուրդ մեր առողջացման վերաբերյալ։ Որպեսզի հասկանանք, թե ինչու է այս պարզ մեթոդն այդքան արդյունավետ աշխատում, մի պահ նայենք մեր օրգանիզմի ներսը և խնդիրը տեսնենք ֆիզիոլոգիայի աչքերով։ Իրականում այստեղ ոչ մի կախարդանք բան չկա, միայն մաքուր քիմիա և կենսաբանության օրենքներ, որոնք խորհրդային բժշկական դպրոցի բժիշկները գիտեին կատարյալ։ Երբ մեր թոքերում ու բրոնխներում սկսվում է բորբոքային գործընթաց, պաշտպանական լորձը, որը մենք անվանում ենք խորխ, փոխում է իր կազմը։ Այն դառնում է խիտ, կպչուն և ձեռք է բերում թթվային միջավայրը։ Այդ վիճակում օրգանիզմի բնական մաքրման մեխանիզմները պարզապես դադարում են հաղթահարել։ Մեր թոքերի ներսը ծածկված է մանր մազիկներով, որոնք կոչվում են թարթիչային էպիթելիում։ Առողջ վիճակում դրանք անընդհատ շարժվում են, արտաքին դուրս մղելով ամեն ինչ ավելորդը։ Բայց երբ խորխը չափից ավելի ծանր ու թթվային է դառնում, այդ մազիկները բառացիորեն սառում են, հայտնվելով կպչուն շերտի հաստ շերտի տակ։ Եվ ահա այստեղ է հայտնվում սովորական սննդային սոդան կամ նատրիումի բիկարբոնատը։ Սոդան ալկալի է։ Երբ ալկալային լուծույթի մանր մասնիկները տաք շոկի հետ ներթափանցում են շնչուղիներ, տեղի է ունենում ակնթարթային չեզոքացման ռեակցիա։ Հայտնվելով կպչուն սեկրետի վրա, սոդան սկսում է քայքայել մուկոպոլիսախարիդների բարդ մոլեկուլային կապերը։ Սրանք հենց այն նյութերն են, որոնք լորձը դարձնում են խիտ, ինչպես սոսինձ։ Ալկալին բառացիորեն կտրում է այդ ցանցը մանր կտորների։ Արդյունքում խորխը արագորեն հեղուկանում է, մեծանում ծավալով և կորցնում իր կպչունությունը։ Բայց սա միայն կեսգործն է, ամենակարևորը հետո է տեղի ունենում։ Հենց որ բրոնխներում միջավայրը փոխվում է թթվայինից թույլ ալկալայինի, այդ սարած թարթիչային էպիթելիումի մազիկները կենդանանում են։ Նրանք սկսում են աշխատել 3 անգամ ակտիվորեն, բռնելով հեղուկացված ворձն ու ուղղելով այն դեպի ելք։ Հենց դրա համար էլ ճիշտ կատարված սոդայի ինհալացիայից հետո մարդը սկսում է ակտիվորեն հազալ։ Սա ոչ թե վիճակի վատթարացում է, այլ ձեր թոքերի վաղուց սպասված գեներալ մաքրումը։ Ի տարբերություն շատ ժամանակակից սիրոպների, որոնք նախ պետք է անցնեն ստամոքսով, ներծծվեն արյան մեջ ու միայն հետո հասնեն թոքերին, ինհալացիան գործում է ակնթարթորեն ու կետային։ Դուք ակտիվ նյութն առաքում եք ուղղակիորեն խնդրի էպիկենտրոն։ Խորհրդային բժշկական ինստիտուտներում այս մեթոդը անվանում էին ուղղակի մուկոլիզիկ ազդեցություն։ Այդ ժամանակի պրոֆեսորները շեշտում էին, որ բորբոքման գոտում ալկալային ռեզերվի ստեղծումը ոչ միայն օգնում է հեռացնել լորձը, այլև ճնշում է բազմաթիվ հիվանդություն առաջացնող բակտերիաների կենսագործունեությունը, որոնք պարզապես չեն դիմանում ալկալային միջավայրին։ Սա հուսալի հիմք է, որի վրա կառուցվում է արագ ապաքինումը, ստուգված տասնամյակների հաջող բժշկական պրակտիկայով։
Միջև ձեզ բացահայտեմ գործողությունների ճշգրիտ ալգորիթմը, մենք պարտավոր ենք քննարկել 3 ճակատագրական սխալներ, որոնք կարող են այս հզոր միջոցը վերածել ձեր օրգանիզմի համար վտանգավոր փորձության։ Շատերը ձգտելով արագ արդյունքի մոռանում են անվտանգության կանոնների մասին, եւ հենց այստեղ էլ թաքնված է մեծ մասի անհաջողությունների պատճառը։ Առաջին եւ ամենատարածված սխալը եռացող ջրի օգտագործումն է։ Հիշեք մեկ ընդմիշտ, շոկը ոչ մի դեպքում չպետք է այրի։ Եթե դուք թեքվում եք կաթսայի վրա այնպես, որ ջուրը բուրն եռում է, դուք վտանգում եք ստանալ շնչուղիների լորձաթաղանթի ծանր ջերմային այրվածք։ Թեթևացման փոխարեն կստանաք ուժեղ այտուց, որը միայն կվատթարացնի իրավիճակը եւ կփակի թթվածնի նորմալ մուտքը։ Երկրորդ սխալը չափից ավելի բարձր կոնցենտրացիան է։ Ժողովրդի մեջ կա վտանգավոր սխալ պատկերացում, որ որքան շատ փոշի դնենք, այնքան ավելի արագ ու արդյունավետ կհանվի խորխը։ Սա բացարձակապես այդպես չէ։ Եթե լուծույթը չափից ավելի խիտ է կարել, ալկալին սկսում է ագրեսիվ կերպով քաշել խոնավությունը ձեր սեփական առողջ բջիջներից, հանգեցնելով չորացման եւ կոկորդի գրգռման։ Բժշկության ոսկե կանոնն ասում է՝ 1 թեյ գթալ առանց գագաթի 250 մլ ջրի վրա։ Այս քանակը ավելի քան բավարար է բուժական էֆեկտի հասնելու համար։ Երրորդ սխալը վերաբերում է ընթացակարգի տևողությանը եւ ընթացակարգից անմիջապես հետո ձեր վարքին։ Շատերը կարծում են, որ պետք է շնչել շոքի վրա որքան հնարավոր է երկար, մինչև հյուծվելը։ Իրականում 10-12 րոպեն բավարար է մեծահասակ մարդու համար։ Բայց ամենակարևորը այն է, ինչ անում եք հետո։ Հսկայական սխալ է անմիջապես դուրս գալ սառը օդի մեջ, բացել պատուհանները օդափոխության համար, կամ սկսել բարձրաձայն խոսել։ Այդ պահին ձեր անոթները առավելագույնս լայնացած են, լորձաթաղանթը բաց է ու խոցելի։ Եթե ինհալացիայից անմիջապես հետո գնաք պատշգամբ կամ երկար խոսեք հեռախոսով, կարող եք առաջացնել կտրուկ սպազմ կամ կրկնակի բորբոքում։ Ընթացակարգից հետո անհրաժեշտ է առնվազն 40-50 րոպե անցկացնել լիակատար հանգստի մեջ, փաթաթված տաք վերմակով եւ պահպանելով լռության ռեժիմ։ Այս ժամանակը կենսականորեն անհրաժեշտ է ձեր օրգանիզմին, որպեսզի գործարկի խորը ինքնամաքրման գործընթացը, որը մենք հենց նոր ինիցիացրել ենք տաք ալկալային շոքերով։ Հիմա անցնում ենք ամենակարևոր փուլին, որի համար դուք դիտում եք այս տեսանյութը։ Այժմ ես քայլ առ քայլ կնկարագրեմ ձեզ այն ոսկե կազմի պատրաստման գործընթացը, որը մեր տատիկներն ու պապիկները օգտագործում էին թոքերի արագ մաքրման համար։ Խնդրում եմ ուշադիր լսել, որովհետև այս գործում մանրուքներ չկան։ Նախ պատրաստեք ամեն ինչ անհրաժեշտ է։ Ձեզ հարկավոր է մոտ 1 լիտր ծավալով խոր կերամիկական կամ ապակե աման։ Մետաղյա ամանը ավելի լավ է չօգտագործել, խուսափելու ավելորդ քիմիական ռեակցիաներից։ Նաև պատրաստեք մեծ սրբիչ, որը լավ կպահպանի ջերմությունը։ Երբ ջուրը մի փոքր սառել է, լցրեք այն ձեր պատրաստած ամանի մեջ։ Հիմա գալիս է որոշիչ պահը։ Վերցրեք սովորական թեյի գթալը եւ սոդա հավաքեք այնպես, որ այն լինի հարթ, առանց գագաթի, այսինքն բացարձակապես առանց բլրակի։ Դանդաղորեն լցրեք սոդան տաք ջրի մեջ։ Դուք կլսեք բնորոշ շշնջոց։ Սա սկսվել է ածխաթթու գասի առաջացման ռեակցիան, որը մեզ հենց պետք է։ Մանրակրկիտ խառնեք փոշին մինչև ամբողջությամբ լուծվի, մինչև ջուրը կրկին դառնա թափանցիկ։ Այս պահին լուծույթը դառնում է քիմիակապես ակտիվ եւ պատրաստ է իր օգտակար հատկությունները տալ ձեր բրոնխներին։ Մինչ սկսելը գտեք տան ամենահարմար տեղը, որտեղ քամի չկա։ Դրեք ամանը կայուն սեղանի վրա։ Նստեք այնպես, որ ձեր մեջքը ուղիղ լինի, իսկ կրծքավանդակը առավելագույնս բացված։ Սա կապահովի բուժիչ շոքի անխոչնդոտ ճանապարհը։ Հավաքեք մազերը, հանեք ակնոցները եւ պատրաստվեք գործընթացի մեջ ամբողջությամբ ընկղվելուն։ Հիշեք, որ առաջիկա 10 րոպեների ընթացքում շուրջ բոլորը կդադարի գոյություն ունենալ։ Մնում եք միայն դուք եւ ձեր շնչառությունը, որը ամեն վայրկյանի հետ ավելի թեթև ու մաքուր է դառնում։ Մենք պատրաստել ենք հիմքը, եւ հիմա ես ձեզ կսովորեցնեմ հատուկ ներշնչման տեխնիկա, որը կուղի այս ալկալային հոսքը ձեր թոքերի ամենախորքերը։ Հիմա, երբ ձեր լուծույթը պատրաստ է եւ նրանից բխում է մեղմ օրհնված ջերմություն, գալիս է մեր ծիսակարգի ամենապատասխանատու մասի ժամանակը։ Խնդրում եմ ծածկվեք սրբիչով այնպես, որ ստեղծեք հարմարավետ կոկոն, բայց թողեք փոքրիկ բացվածք թարմ օդի մուտքի համար։ Սա կարևոր է, որպեսզի դուք ձեզ հարմարավետ զգաք եւ չգերթականաք։ Ձեր դեմքի եւ ջրի մակերեսի միջև հեռավորությունը պետք է լինի մոտ 25-30 սանտիմետր։ Երբեք չափից ցածր մի իջեք։ Ձեր խնդիրն է շնչել բուժիչ շոքը, այլ ոչ թե այրել դեմքի նուրբ մաշկը կամ լորձաթաղանթը։ Փակեք աչքերը եւ արեք առաջին շատ դանդաղ ու զգույշ ներշնչումը բերանով։ Պատկերացրեք, թե ինչպես են տաք խոնավ մասնիկները սահուն իջնում ներքև, անցնելով կոկորդով եւ հասնելով ձեր բրոնխների ամենամանր ճյուղավորումներին։ Ձեր շնչառությունը պետք է լինի բացարձակապես հանգիստ եւ ռիթմիկ։ Եթե զգում եք, որ կոկորդում սկսվել է թեթևակի կծկում կամ հանկարծ ուզում եք հազալ, հրաշալի նշան է։
Սա ազդանշան է, որ սոդան սկսել է իր աշխատանքը, եւ կուտակված խորխը վերջապես շարժվել է տեղից։ Մի զսպեք այդ ցանկությունը, բայց փորձեք հազալ մեղմորեն, առանց ջանքերի։ Իսկ հիմա կիրառենք այն գաղտնի տեխնիկան, որը կոչվում է խոր արտաշնչում, եւ որը հին դպրոցի բժիշկները խիստ խորհուրդ էին տալիս առավելագույն արդյունավետ մաքրման համար։ Լսեք ուշադիր եւ կրկնեք։ Արեք խոր, լիարժեք ներշնչում բերանով 4 հաշվարկով, փորձելով փքեցնել որովայնը, այլ ոչ միայն կրծքավանդակը։ Այնուհետև պահեք շունչը ընդամենը 2 վայրկյան, թույլ տալով սոդայի մասնիկներին նստել ձեր բրոնխների պատերին եւ սկսել քիմիական ռեակցիան՝ խորխի հեղուկացում։ Եվ դրանից հետո արեք կտրուկ ինտենսիվ արտաշնչում բերանով, կարծես ուզում եք մարել մոմ, որը շատ հեռու է ձեզանից։ Հենց այս հզոր օդային հոսքը միասին հեղուկացված ալկալիի հետ օգնում է բառացիորեն դուրս մղել ամենավելորդը ձեր թոքերի ամենաներքևի եւ դժվար հասանելի հատվածներից։ Կրկնեք այս ցիկլը 5 կամ 6 անգամ անընդմեջ, ապա վերադարձեք սովորական հանգիստ շնչառությանը 2-3 րոպե, օրգանիզմին հանգստանալու հնարավորություն տալու համար։ Ամբողջ ընթացակարգը մեծահասակ մարդու համար պետք է տևի 10-15 րոպե։ Միշտ ապեք եւ մի փորձեք միանգամից հնարավորինս շատ շոկ ներշնչել։ Այստեղ էֆեկտը ձեռք է բերվում ոչ թե ներշնչման ուժով, այլ ազդեցության մեղմությամբ եւ կանոնավորությամբ։ Գործընթացի ընթացքում դուք անպայման կզգաք, թե ինչպես է կրծքի սովորական ծանրությունը աստիճանաբար փոխարինվում հաճելի տարածվող ջերմությամբ, իսկ կարծրությունը անհետանում է։ Եթե որևէ պահի զգաք թեթևակի գլխապտույտ, պարզապես մի վայրկյան բարձրացրեք սրբիչը, արեք մի քանի ներշնչում սենյակի սովորական օդով եւ շարունակեք ընթացակարգը, երբ ձեր վիճակն ամբողջությամբ կնորմալանա։ Հիշեք, որ հիմա դուք կատարում եք ինքներդ ձեր մասին հոգ տանելու ամենակարևոր գործողությունը, վերադարձնելով ձեր թոքերին նրանց բնական մաքրությունն ու ուժը։ Երբ ժամանակը լրանա, միշտ ապեք վերադառնալ գործերին։ Դանդաղ հանեք սրբիչը եւ պատրաստվեք վերջնական փուլին, որը կամրապնդի ձեր հաջողությունը։ Ինհալացիան ավարտելուց հետո սկսվում է արդյունքը ամրապնդելու կրիտիկական կարևոր ժամանակաշրջանը։ Անմիջապես չոր մեղմ սրբիչով սրբեք դեմքը, ավելորդ խոնավությունը հեռացնելու համար, եւ ուսերին գցեք ինչ-որ տաք բան։ Ամենալավ լուծումը հիմա՝ պարկել անկողնում վերմակի տակ, առնվազն 40-50 րոպե։ Ձեր թոքերը հիմա առավելագույնս տաքացած եւ բացված են, ուստի ցանկացած ծառը օդի թույլ հոսք կարող է բոլոր ջանքերը զրոյացնել։ Այս ընթացքում փորձեք ընդհանրապես չխոսել, տալով ձայնային կապերին եւ բրոնխներին լիակատար հանգիստ։ Մաքրման էֆեկտը ուժեղացնելու համար ապագայում կարող եք լուծույթին ավելացնել ծովային աղի մի փոքրիկ պտղունց։ Տեքստից խոսք։ Սա կստեղծի ծովային ցողի էֆեկտ, որը ել ավելի ակտիվորեն հանում է հյուսվածքների այտուցը։ Եթե լավ եք հանդուրժում բնական բույրերը, էվկալիպտի յուղի 1 կաթիլը կօգնի ախտահանել շնչուղիները, բայց չափաբաժնի հետ շատ զգուշ եղեք։ Մի մոռացեք նաև ներքին աջակցության մասին։ Հանգստից հետո խմեք մի բաժակ տաք ջուր կամ թույլ խոտաբույսային թեյ։ Սա կօգնի օրգանիզմին ավելի արագ հեռացնել քայքայման արգասիքները, որոնք սկսել են լուծվել ընթացակարգի ընթացքում։ Հիշեք, որ ձեր թոքերի մաքրությունը ոչ միայն բուժական մանիպուլյացիաներն են, այլև ամենօրյա շնչած օդի որակի մասին հոգ տանելը։ Պահպանեք սենյակում չափավոր խոնավություն, եւ ձեր բրոնխները ձեզ շնորհակալություն կհայտնեն երկար սպասված թեթևությամբ։ Սակայն չնայած այս մեթոդի ողջ օգուտին, ես պարտավոր եմ հիշեցնել այն դեպքերի մասին, երբ ընթացակարգից պետք է խուսափել։ Ամենակարևոր կանոնը՝ երբեք ինհալացիա մի արեք բարձր ջերմաստիճանի դեպքում։ Եթե ձեր ջերմաչափը 37.5 կամ ավելի է ցույց տալիս, ցանկացած ջերմային ընթացակարգ խիստ արգելված է, քանի որ կարող է առաջացնել ջերմության ել ավելի մեծ աճ եւ ուժեղացնել սրտի բեռը։ Նաև սոդայի ինհալացիաները խորհուրդ չեն տրվում մարդկանց, ովքեր ունեն լուրջ հիվանդություններ, սրտանոթային համակարգի, ծանր հիպերտոնիա կամ հաճախակի քթի արյունահոսության հակում։ Եթե ձեզ մոտ ախտորոշվել են թոքերի քրոնիկ հիվանդություններ սուր փուլում, անպայման քննարկեք այս մեթոդի կիրառումը ձեր բուժող բժիշկի հետ։ Հիշեք, որ երեխաների համար ազդեցության ժամանակը պետք է կրճատվի 2 անգամ, իսկ ընթացակարգն ինքնին պետք է անցկացվի մեծահասակների խիստ հսկողության ներքո։ Ձեր առողջությունը ամենաբարձր արժեքն է, ուստի միշտ լսեք ձեր օրգանիզմի ազդանշանները։ Եթե զգաք կտրուկ անհարմարություն, անմիջապես դադարեցրեք գործընթացը։ Հուսով եմ, որ այս բարձ եւ ժամանակով ստուգված եղանակը ձեզ կվերադարձնի ազատ շնչառության ուրախությունը եւ կօգնի ընդմիշտ մոռանալ կրծքի ծանրության մասին։ Մի մոռացեք կիսվել այս տեսանյութով ձեր մերձավորների հետ, որովհետեւ առողջության մասին հոգ տանելը լավագույն նվերն է։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք երկարագեցության նոր բաղադրատոմսերը։ Գրեք մեկնաբանություններում, թե որքան արագ եք զգացել թեթևացումը։ Դրեք լայք, եղեք առողջ եւ շնչեք լի կրծքով։ Կհանդիպենք նոր թողարկումներում։